Բայց ասուլիսը իմ ու քո հարցազրույցը չի, թող մնացածն էլ հարցնեն։ Նարեկ բաններ ասեն։ Նախ հստակ է թե չէ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա թե ոչ եւ ԵՄ-ից արդեն բարձր ներկայացուցիչի մակարդակով հորդոր է հնչել, որ այն պետությունները, որոնք կգնան, ցանկալի չէ, ճիշտ է, տեխնացու պետություններին է կոչով դիմել այդ պաշտոնյան, բայց Հայաստանը, քանի որ այդ գործընթացը սկսել է, հնարավոր է, որ վարչապետը չմասնակցի միջոցառմանը։ Լսեք, ես ուզում եմ հասկանամ, մենք ընկալման խնդիր կա, հա, մենք այդ հաղթանակը մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, ել չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են։ Հիմա մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ, որոնք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի հարաբերությունների մեջ միջպետական լինի դա ԵՄ-ի հետ, լինի դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, կա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քալ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Պարոն Սիմոնյան, իսկ անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսին։ Դե մեր հաղթանակն էր անցած տարի նախ հարմար չէր, որովհետեւ այլ պատճառներ կան, չեմ ասում հիմա 80-ամյակն է եւ կլոր հոբելյանական տարի է եւ գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը եւ ամեն ինչ շատ փոխվում է եւ չի կարելի համեմատել, կարող է հաջորդ տարի էլ օրինակ որոշենք չմասնակցել կամ հաջորդ տարի ընդհանրապես այդ միջոցառումը կարող է որոշեն չանել, չես կարող ասել։ Մի րոպե, մի հատ հարց տա։ Սիմոնյան, այսօր քանի որ կառավարության ծրագրի կատարողական է քննարկում, ձեր կառավարության ծրագրի, ճիշտ ԿՊ նախընտրական ծրագրում